Սիրելի ունկնդիրներ, այսօր ընկերոջս Արմեն Գալստյանի հետ, ով Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամներից է, կզրուցենք մի կարևոր դրույթի մասին, որը մեր ծրագրի Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ծրագրի ներկայացման ժամանակ հանրության դատին հանձնվեց։ Արմեն, հիշում ես, ես էի ներկայացնում այդ դրույթը, բայց կուզենամ, որ դու նաև ներկայացնես ավելի բովանդակալից։ Ես նշեցի, որ ընտրական համակարգի բարեփոխումներ են պետք, շեմի նվազեցում անցողիկության, այդ ձայների փոշիացման մեխանիզմի դեմ պայքար, կուսակցությունների պետական ֆինանսավորման վերանայում եւ նաեւ ընտրության հնարավորության տրամադրում քաղաքացիներին բոլորին դեմ եմ տարբերակով։ Կարող ես այսպես շատ հակիրճ նաեւ մեր հետևորդների համար ներկայացնել դրանց բովանդակային ասպեկտները։ Շատ լավ եմ հիշում եւ դա շատ հոգեհարազատ դրույթ է ինձ համար, բոլորին դեմի գաղափարը եւ հիշում եմ նույնիսկ երբ այդ դրույթը հանվեց ընտրական օրենսգրքից, եթե չեմ սխալվում 2004-5 թվերն էին, երբ 2003-ի ընտրություններից հետո քննարկվում էր այդ դրույթի նպատակային լինելու հարցը եւ այդ ժամանակ շատ ակտիվ քննարկվում էր եւ այդ ժամանակվանից ես կարծում եմ որ պետք է բոլորին դեմ ամեն դեպքում վերադարձվի ընտրական օրենսգիրք։ Շատ ուրախ եմ, որ մենք որոշում կայացրեցինք բոլորին դեմը նորից վերադարձնել ընտրական օրենսգիրք, որովհետև իմ կարծիքով այդ դրույթը հնարավորություն է ստեղծում, որպեսզի քաղաքական համակարգը թարմացվի, եթե մենք դրա հետ ճիշտ իրավական հետևանքներ ենք կապում։ Մենք նաև, ես հիշում եմ քո ելույթից, Լիպարիտ ջան, որ դու ասացիր, կատարել ենք եւս երկու գործողություն, կարևոր գործողություն, կայուն մեծամասնության շեմն ենք հանելու, ինչպես նաև շեմի նվազեցում ենք իրականացնելու, անցողիկ շեմի նվազեցում ենք իրականացնելու, որը ներկայումս սահմանված է կուսակցությունների դեպքում 4%, իսկ դաշինքների դեպքում 8%, իրականում բավական բարձր շեմ է, եւ այդ կապակցությամբ հենց դրա հիմքով մեծ քանակությամբ ձայներ փոշիացվում են ու բաշխվում մնացած կուսակցությունների վրա։ Որտեղ չեն հաղթահարում շեմը։ Որտեղ նրանք չեն հաղթահարում շեմը, ստեղծվում է մի 20% ձայներ, մոտավորապես տարբեր ընտրությունների ժամանակ տարբեր կերպ, որոնք մարդկանց ձայները տեղ չեն հասնում, բաշխվում է այդ կուսակցությունների վրա։ Այսինքն դա խանգարող հանգամանք է։ Հիմա ինչ վատ կլինի, եթե շեմը իջեցնել օրինակ 1% եւ մեկ ձայնով կամ մեկ մանդատ ունեցող անձ լինի խորհրդարանում, որը կարողանա որոշակի իրավիճակ ստեղծել։ Այ հիմա հետևանքներին անդրադառնանք։ Տես 4%, 8%, պատկերացրու անցնում են հաղթահարում են շեմը 1% հավաքած կուսակցություններ կամ, չգիտեմ, 0.5% հավաքած կուսակցություններ ու ասենք 5-ի փոխարեն կամ 3-ի փոխարեն, որ այսօր ունենք, խորհրդարանում հայտնվում են 15 քաղաքական ուժեր։ Պատկերացնում ես ինչ խառնաշփոթ լինելու այդ աշխատանքը, գաղափարների տարբերությունը, կոալիցիաների կազման տուրբուլենտային վիճակում չենք հայտնվի։ Այո, հենց կայուն մեծամասնության դրույթը այդ նպատակով է մտցվել ընտրական օրենսգիրք եւ այդ շեմերը բարձր դրվել են այդ նպատակով, որովհետեւ լրիվ խորհրդարանական տրամաբանությամբ են գնացել եւ միևնույն ժամանակ փորձել են լուծել այն խնդիրը, որ երկիրը չհայտնվի տուրբուլենտ վիճակում։ Մենք ոնց ենք լուծելու դա։ Այ ես հիշում եմ քո ներկայացումից եւ մեր ծրագրից, որ մենք ասացինք ուժեղացնելու ենք նաեւ նախագահի ինստիտուտը։ Նախագահը պետք է լինի ընտրովի մարմին, ուղղակի ընտրություններով ընտրվի, ինչպես նաև նրա լիազորությունները ավելացվեն։ Այն նախագահի ինստիտուտի ուժեղացումը եւ նրա դերի բարձրացումը հենց այս խնդիրները լուծելու նպատակ են հետապնդելու նաև, որ այդ տուրբուլենտ շրջանում նախագահը եւ ընդհանրապես համակարգը ստեղծի հնարավորություններ, որպեսզի այս շրջանում մենք ունենանք կայունություն։ Մինչև կձևավորվի համապատասխան կոալիցիա կամ կոալիցիաները եւ կունենանք արդեն ձևավորված կառավարություն։ Իմիջիայլոց այդպիսի իրավիճակի ես ականատես եմ եղել, երբ իրականացնում էի փորձաշրջանում էի գտնվում Հոլանդիայի պարլամենտում եւ այնտեղ մեկ մանդատ ունեցող անձի դերը շատ կարեւորվում էր։ Իհարկե, դա մեզ մոտ նաեւ քաղաքական մշակույթի փոփոխության կբերի։ Երիտասարդ նոր ուժերը կարողանան անցնել խորհրդարան եւ նրանք կունենան իրենց կհասկանան իրենց մանդատի արժեքը։ Այս առումով է նաև կարևոր։ Գալով բոլորին դեմ տարբերակին ընտրության, հետևանքի առումով դա ինչ է տալու մեզ, մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին։ Հետևանքի առումով բոլորին դեմի ավելացման պետք է որոշակի հետևանքներ կապել։ Այսինքն, եթե մենք առաջարկում ենք բոլորին դեմ, պետք է ասենք, այդ բոլորին դեմը չի կարող կորել, հենց այնպես ընթանալ։ Մենք գիտենք բոլորին դեմ շարժման մասին եւ այդ բոլորին դեմ շարժման տրամաբանության մեջ նրանք ասում են, որ այդ տեղերը կմնան բաց։ Իսկ մենք սահմանադրությամբ ունենք այսօր ամրագրված, որ 101 падգամավոր պետք է լինի խորհրդարանում։ Սրա մասին մենք չպետք է մոռանանք ուղղակի։ Եվ իմ կարծիքով այդ տեղերը պետք է որոշակի ձևով լրացվեն։ Այդ լրացման համար մենք
մեխանիզմներ ենք մշակում եւ մենք ընտրական օրենսգրքի մեր տարբերակում եւ մեր առաջարկներում ընդգրկելու ենք որոշակի մեխանիզմ, թե այս տեղերը ինչպես տարածվեն։ Մեկ այլ խնդիր է առաջանում, օրինակ, եթե պատկերացնում եք, ստեղծվի իրավիճակ, երբ բոլորին դեմը լինի 50%-ից ավել։ 50+1։ Նշանակում է հանրությունը չի վստահում ընտրությունների մասնակցած քաղաքական ուժերին բոլորին դերժում է։ Այդ նպատակով պետք է հստակ մեխանիզմ լինի, ինչ տեղի կունենա։ Տարբերակներից մեկը նոր ընտրություններ կամ օրինակ նոր ընտրություններ, տարբերակներից մեկն այն է, որ լինեն նոր ընտրություններ, սակայն այդ ընտրություններին մասնակցած ընտրական ցուցակներով մասնակցած կուսակցությունները չմասնակցեն, այսինքն կուսակցությունները մասնակցեն, բայց լրիվ նոր ցուցակներով։ Պատկերացնում եք, ինչքան կթարմանա ընտրական համակարգը, նոր մարդիկ կգան, նոր մարդիկ կմտնեն ընտրական process-ների մեջ։ Սա արդեն լայն քննարկման առարկա կդառնա, նաև հանրային քննարկման առարկա, որտեղ լուծումները այստեղ բազմաթիվ կարող են լինել, կարևորը սկզբունքային է ունենալ առավելագույնս քաղաքացու ձայնը լսելի դարձնելու մեխանիզմ, որը իմ կարծիքով եւ գործընկերների կարծիքով բոլորին դեմը լավագույնս կարող է արտահայտել այդ տարբերակը ընտրացուցակում ունենալը։ Այդ տարբերակը ընտրացուցակում ունենալը իհարկե ես կարծում եմ, որ մենք բազմաթիվ բարեփոխումներ պետք է անենք, մինչև կարողանանք հասնել այդտեղ, մինչև կարողանանք իրացնել այս դրույթները, որպեսզի այդ ձեր ասած турբուլենտ վիճակները չունենանք, որովհետև մեր երկրի համար պատկերացնում եք, չէ, եթե մենք ինչ որ մի պահի գնում ենք ընտրության կամ ասենք բոլորին դեմ ունենք, դա հաջորդ ընտրություն կարող է ենթադրել եւ խնդիրները այդտեղ ավելանում են։ Չպետք է այդ վայրի վերումները լինեն։ Եթե չի ձևավորվում կոալիցիա չձևավորվելու պարագայում ինչ պետք է տեղի ունենա նոր ընտրություն գուցե։ Ամենակարևորը ինքնանպատակ չլինի։ Եվ ինքնանպատակ չլինի, իհարկե։ Իսկ ֆինանսավորման հետ կապված ինչ կասես։ Այո, մյուս դրույթը, որը դուք ներկայացրեցիք, կուսակցությունների ֆինանսավորումն էր, եւ ես ուզում եմ հենց պետական ֆինանսավորումը։ Այդ դրա մասին ուզում եմ նաեւ դուք ձեր տեսակետը հայտնեք։ Ես կարծում եմ այն ֆինանսավորման մեխանիզմը, որ կա, այսօր նպաստում է մեծ կուսակցությունների ավելի շատ ֆինանսավորմանը։ Եվ նաեւ իշխող կուսակցության, ով որ կլինի իշխանության, ով որ ամենաշատ ձայները կստանա, մեծ հաշվով այդ կուսակցության բյուջետային, այսինքն վճարված հարկերից ֆինանսավորմանը։ Այս դրույթը ընտրական օրենսգիրք ներմուծվել է եւ ընտրական համակարգ ներմուծվել է որոշակի տրամաբանությամբ, որ զարգանան կուսակցությունները, զարգանա քաղաքական դաշտը, ավելի շատ նոր կուսակցություններ լինեն, բայց այսօրվա գործող իրականության պայմաններում իմ համոզմամբ այն կուսակցությունները, ովքեր որ կմասնակցեն, ովքեր մասնակցում առավել եւս անցնում են խորհրդարան, լրացուցիչ ֆինանսավորում այն էլ հարկատուների հաշվին չպիտի ունենան։ Մեծ կուսակցությունները չպետք է ունենան մեծ ֆինանսավորում, տրամաբանություն դա է։ Այնտեղ այնպեսի շեմ է դրված, այնպեսի շեմ է դրված, որ այդ շեմին որևէ կուսակցություն չի էլ հասնելու, որպեսզի հետագայում չֆինանսավորվի։ Գրեթե միշտ բոլոր կուսակցությունները, ովքեր անցնում են խորհրդարան եւ անգամ նրանք, ովքեր փոշիացնում են ձայներ, ստանում են պետական ֆինանսավորում պետական բյուջեից։ Այսինքն մեր տրամաբանությունը պետք է լինի հետեւյալը. ֆինանսավորվեն հատկապես այն կուսակցությունները, պետական ֆինանսավորում ստանան, որոնք փոքր են եւ աճելու տեղ ունեն։ Այո։ Եվ այն կուսակցությունները, որոնք արդեն իսկ մեծ հնարավորություններ ունեն, այսինքն արդարացի մեխանիզմ պետք է լինի, այդ կուսակցությունները ավելի քիչ ֆինանսավորում ստանան հարկատուների հաշվին։ Համաձայն եք։ Միանշանակ։ Շնորհակալ եմ, սիրելի ընկեր, հարգելի հետևորդներ, զրուցում էինք Արմեն Գալստյանի հետ, Միասնության թվեր քաղաքական նախաձեռնության անդամ եւ խոսում էինք մեր նախաձեռնության ծրագրում ներառված ընտրական բարեփոխումների վերաբերող դրույթների մասին։ Շնորհակալություն եւ մինչ հանդիպում։